Նա սոսկաց այդժամ, սահմրկեց մի բան և գտավ մարդու էությունն իրավ։ Ձայն, որ տարբերվում էր հազարավորներից, կերպար, որ անզուգական էր, բեմը քչերին է սիրում, Գուժ Մանուկյանն այդ ընտրյալներից էր, նրա անունը ընդմիշտ գրված է հայ թատրոնի և կինոյի պատմության մեջ։ Դուք ինչ կերեք, ձեզ ով էսել որ իմ նկարը տեղ կախեք։ Դրամատուրգ հոր ու տաղանդաշատ դերասանուհու որդին դեռ օրորոցից նախանշված ճանապարհ ուներ։ 1958 թվականին ավարտելով Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, Մանուկյանն իր կարիերան սկսեց Կապանի դրամատիկական թատրոնում, այնուհետև Պատանի հանդիսատեսի թատրոն, իսկ ավելի ուշ Երևանի Հրաչյա Աղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ նա երկար տարիներ մնաց առաջատար դերասաններից մեկը։ Սպասեք ընկերներ, սպասեք։ Դուք լեզեր կքաշիք, ես լեզեր կքաշիմ, համայինքն է սուսուփուց։ Ժամանակի ամենախարիզմատիկ ու գեղեցկադեմ դերասանների ցանկում Գուժ Մանուկյանն առանձնահատուկ տեղ ուներ։ Բայց այսօր հանկարծ հասկացա, որ կյանքիս լավագույն մասն արդեն անցել է։ Ֆիլմերում կերտած նրա կերպարներն իրական էին ու արժանահավատ, նա յուրահատուկ նվիրումով էր վերաբերվում իր գործին, իսկ թատրոնում Գուժ Մանուկյանն իր կանոններն ուներ, կարողանում էր հանդիսատեսի հետ խոսել ոչ միայն խոսքով, այլև հայացքով, նույնիսկ ներքին լռությամբ։ Ունենալ հարգանք դեպի հանդիսատեսը։ Չէ որ նրանք եկել են քեզ դիտելու և դու իրավունք չունես նրան ձեռնունայն թողնելու։ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի ու հայ բեմի մեծ վարպետի վերջին հրաժեշտն է հանդիսատեսի հետ։ Բեմում նվիրվել անմնացորդ ու բուռն ծափահարություններով հեռանալ, վարպետի կարգախոսն էր։ Այսօր այդ նույն ծափահարությունների ներքո է հանդիսատեսը ճանապարհում նրան։ Խաղընկերներն ու նրա արվեստով հիացող մարդիկ առանց հուզմունքի դերասանի մասին խոսել չեն կարող։ Մեծացել ենք իրանց ներկայացումներով, մեծացել ենք իրանց հեռուստաներկայացումներով։ Տարիներ հետո դառանք գոլեգաներ, ու միայն կարելի ասել ափսոս, որտեղ կորցրեցինք ևս մի գույն թատրոնում, և ընդհանրապես հայ ազգուններ շատ գեղեցիկ մի գույն։ Հիանալի մարդ, տաղանդաշատ մարդ, որը շատ էր սիրում աշխատել, որպես և նրա բոլոր ֆիլմերը ես տեսել եմ, նույնիսկ կա մի ֆիլմ, որ շատերը չեն տեսել, ճանապարհ է կոչվում, որտեղ ինքը բեռնատարի վարորդ է և շատ լավ հետաքրքիր։ Շատ եմ ափսոսում, որ կորցրեցինք նրան։ 88 տարեկանում էլ Գուժ Մանուկյանը շարունակում էր օրինակ լինել բոլորի համար, թե արվեստում, թե մարդկային հարաբերություններում։ Մեծացել ենք վարպետի ստեղծած մշակութային արժեք հանդիսացող կերպարների տեսնելով, նրանց հետ հուզվելով, նրանց հետ ուրախանալով, նրանցից օրինակ վերցնելով, ինչ որտեղ երեխա տարիներից անգամ ինչ-որ մտքեր կրկնօրինակելով, բառեր ասելով և շատ հաճախ նաև նայում ես այն մտքին, որ ինչ որտեղ հենց այս տեսակը, արվեստագետի այս տեսակը նաև պատճառ դարձավ, որ ընտրես քո կյանքի մասնագիտությունը, ինչպես որ ես ընտրեցի։ Որքան էլ դժվար է, բայց գործընկերները նրան առանց ժպիտի հիշել չեն կարող։ Սիրում էր կյանքն իր բոլոր գույներով։ Շատ հաճախ էինք հանդիպում, սկվազնյակ կափենք, պապլավոկ կափեում, փորձերից առաջ, փորձերից հետո։ Ես կապված էի թատրոնի հետ, որովհետև շատ արագ էի կապվել, դպրոցական էի ես։ Շատ հումորով մարդիկ էին բոլորն էլ, Վովա Մսրյանը, ինքը, Լևոնը Թուխիկյան։ Իմ մոտ տպավորությունն է, թե բոլորն իրար ծաղրում են, բայց այդպես չէր իհարկե, շատ հումորով, շատ հաճելի մթնոլորտ էր, կարգին մարդ էր Գուժը, կարգին մարդ էր, այ մարդ, լիարժեք մարդ էր, հումորը տեղը, տաղանդը տեղը, բնավորությունը տեղը, շատ ափսոս, շատ։ Միակ մխիթարանքն այսօր նրա հոգևոր ներկայությունն է, ընկերները վստահ են, նա գնաց հարստացնելու երկնային բեմերը, այնտեղ հաստատ նոր դերեր են սպասում վարպետին։
Փնտրիր քեզ քո մեջ, քանի դեռ ուշ չէ, քանզի աստղերը երկնքի հուշ չեն, եւ մայրամուտն էլ այդ է խոստանում։ Փնտրիր քեզ քո մեջ։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։